Վիրաբուժական ռոբոտի նախավիրահատական վերջին ստուգումներն են։ Ձեռքերն աշխատում են, թելը հմտորեն բռնում կարում։ Մեր երկրում առաջին անգամ իրականացվում են ռոբոտային վիրահատություններ՝ ուրոլոգիական, վիրաբուժական և գինեկոլոգիական։ Բացառիկ իրադարձության մեկնարկը տալիս է ուրոլոգ Վահե Մխիթարյանը։ Բուժառուի մոտ ախտորոշվել էր երիկամի գոյացություն, որը մասնահատում են ռոբոտի միջոցով։ Ֆանտաստիկ գործիք է ռոբոտը եւ մեծ հնարավորություն է ստեղծում բժշկի համար հիվանդին առավել զգուշությամբ վիրահատել, առավել ապահով վիրահատել եւ լավ հետվիրահատական արդյունքներ ունենալ եւ ֆունկցիոնալ, եթե ուռուցքային խնդիրներ են եւ օնկոլոգիական ֆանտաստիկ գործիք է ռոբոտը։ Վիրահատում է մարդը ռոբոտի ձեռքերով։ Դրանք պտտվում են 360 աստիճան, հնարավորություն տալով մասնագետներին աշխատել ամենանեղ եւ անհասանելի հատվածներում, չվնասելով նյարդերն ու անոթները։ Այսինքն մենք ստանում ենք արհեստական ձեռքեր, որոնք մեր շարժումները շատ ավելի մանրակրկիտ, շատ ավելի մեծ ճշտությամբ, առանց որևէ դողի, առանց որևէ ինչ-որ խնդրի կատարում են բոլոր մեր հրահանգները։ Վիրահատում ենք մենք, բայց վիրահատում ենք շատ ավելի մաքուր, շատ ավելի նուրբ, շատ ավելի որակյալ եւ բնականաբար դա արդեն իր հետևանքները կունենա հետագա կյանքի վրա եւ աշխատանքի որակի։ Աշխարհում վիրահատական այս մեթոդը կիրառվում է վաղուց։ Հայ մասնագետներն ամռանը վերապատրաստվել էին Շանհայի միջազգային կրեդիտավորված թրեյնինգ կենտրոնում, ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ։ Ստացած գիտելիքներն այժմ կիրառում են Երևանում։ Կոնկրետ մեր ռոբոտիկ պլատֆորմի համար վերապատրաստում անցանք, բոլոր նյուանսները, բոլոր պրոբլեմները, առավելությունները, խնդիրները, ամեն ինչ, որպեսզի կարողանանք ամեն ինչ ղեկավարենք։ Մեր բժիշկները անդադ վերապատրաստման ընթացքներում հանդիպել են, աշխատել են եւ որոշեցինք, որ նաեւ Հայաստանում Սլավմեդ բժշկական կենտրոնում առաջինը ներդնել այդ ռոբոտային վիրաբուժությունը։ Շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ։ Ռոբոտիկ միջամտություններից հետո նվազում է հետվիրահատական բարդությունների ռիսկը։ Բժիշկների խոսքով որակ ապահովելու համար աշխատանքը պետք է թիմային լինի։ Միայն ռոբոտային համակարգի արկայությունը չի երաշխավորում ռոբոտային վիրաբուժությունը։ Համակարգը իր մեջ ներառում է վիրաբույժներ, համակարգը ներառում է կրծեր բուժ պերսոնալ, համակարգը իր մեջ ներառում է իհարկե համակարգ, ռոբոտային համակարգ եւ անեստեզիոլոգիական ազգայացման հետ կապված խնդիրներ։ Այս բոլորի համար մեր կենտրոնը նախապատրաստվել է արդեն ամիսներ, եթե չասենք տարիներ։ Մասնագետները հույս ունեն, ռոբոտային համակարգերով կզինվեն նաեւ հանրապետության մյուս բժշկական կենտրոնները։ Արամ Մարանդյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։